Արև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ուրուգվայի ներկայացուցիչներու բալադին մեջ անդրադարձել են հայերու թեմ իրականացված ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Մգրտիչ Մարգոսյանը հիշվեցավ իր ծննդավայր Տիգրանագերդի մեջ։ Հայերու թեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված համերգ Տիգրանագերդի մեջ։ Թուրքիո մեջ առաջին անգամ հայը քրեական գործ հարուցել է քաղաքապետի թեմ։ Հիմնահատակ կվերացնեն մեր ազգային արժեքները, Կայանե Ազնամազյան։ Մխիտար Գոշի Քիրք Թադաստանի աշխատությունը գրանցվել է աշխարհի հիշողության միջազգային ցուցակին մեջ։ Սեպասիո հայկական եկեղեցիներեն մեկը ավերակ դարձել է։ Ուրուգվայի ներկայացուցիչներու բալադը գահարկե հայոց ցեղասպանության զոհերու հիշադակը գահիտնե Ուրուգվայի Հայաստանի տեսփանությունը։ Հայ պատգամավոր Խոսե Լուիս Սաջանի նախաձեռնությամբ Ուրուգվայի ներկայացուցիչներու բալադի նիստի ժամանակ պատգամավորները հարկանքի դուրք մատուցեցին հայերու թեմ իրականացված ցեղասպանության զոհերուն։ Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Աննա Օլիվերան եւ Պետրո Խիստոնյան անդրադարձել են նաեւ Արցախի ժողովրդի էթնիկ զտմանը Ադրբեջանի մեջ աբորինաբար բահվող հայ քերիներու խնդրին, հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միացայն ընդունել է հայտարարություն, գոչնելով Ադրբեջանին անհաբաղ ազատ արձակել բոլոր հայ քերիներուն։ Հայ քրագանության վարպետ գրիչներեն Մգրտիչ Մարգոսյանի հիշադակը եւս մեկ անգամ կենթանացավ Տիգրանագերդի մեջ շնորհիվ Տիգրանագերդի մշակույթի, դարացման եւ օգնության հիմնադրամի գազմագերբած միջոցառման։ 2022-ի ապրիլ 2-ին կյանքեն հեռացած Մարգոսյանին նվիրված այս տարեկան միջոցառումը կգազմագերբվի արդեն 3 տարի։ Այս տարվա հիշադակին ավելի քան 100 մարդ մասնակցել էր։ Միջոցառումը մեկնարկեց քրող եւ Մարգոսյանի մտերիմ ընկերը իրեն նվիրված ամեն մեկնում գորուստ է վերնակրով բանաստեղծության ընթերցմամբ։ Ան նշեց, որ Մարգոսյանին նվիրված միջոցառումները շարունակական կլան եւ կդառնան ավանդական։ Միջոցառումը հագեցած էր երաժշտական կատարմամբ։ Փեմին ելույթ ունեցան ջանցված արվեստագետներ, ներկայացնելով երգացանք, որը կներառեր հայերեն, թուրքերեն եւ քրդերեն երգեր։ Երգերը ընդրվել էին Մարգոսյանի սիրած կատարումներեն, անոր գնոջ եւ որդու խորհուրդով։ Այս ելույթը 1.5 ժամ տևեց, ստեղծելով հուզիչ եւ հիշարժան մթնոլորտ։ Մգրտիչ Մարգոսյանը ծնունդով Տիգրանագերդեն իր ստեղծագործություններով մեծապես նպաստել է հայ քրագանության զարգացման, միաժամանակ արժևորելով նաև իր հայրենի քաղաքի բազմամշակութային ժառանգությունը։ Ապրիլ 24-ին Տիգրանագերդի մեջ մենահամերգով հանդես կուկա հայտնի արևմտահայ երգիչ Ստեփան Եփրեմյանը։ Արգելված սերենատ խորակիրը գրող համերգը նվիրված կլա հայերու թեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերու հիշադակին։ Աղբյուրի համաձայն Ստեփան Եփրեմյանը հետևյալ կերպ կմեկնաբանե համերգի խորհուրդը եւ ընդրված խորակիրը։ Արգելված սերենադը, որը ներշնչվել է տարեր շարունակ բազմաթիվ ժողովուրդներու օրանը եղած այս հինավուրց հողերու մշակույթեն եւ հայկական ավանդույթեն, այդպես կոչվել է, որբեսի շեշտվի, արգելքները չեն գրնար խոչընդոտ դառնալ սկացումներու համար։ Այսինքն, խորակիրը առանց նոտաներու մեկ երգի անվանումն է, որոնց խոսքերը ինչ որ առումով կպատկանին պատմության, իսկ մեղեթին քարերուն։ Այլ խոսքով, եթե մինչև իսկ այդ երգի վրա փոշիալ նստած լա, որոշ ժամանակ անց անոր մեղեթիի հնչյունները նույն հողի մեջ ծլարձակելով ագամա կվերակտնեն ծեր հոգին։ Անգախ այն բանեն, թե որքան շատ փորձեր են մարդոց իրար մեհերացնել, նույն երկինքի դակ հնչած մեղեթիները միշտ հաղթեր են մինչև իսկ այն բարակային, երբ այլ լեզուներով քրվել են խոսքերը։ Եվ ինչ որ գերբ հաջողեր են հաղորդակից դառնալ հոգիներուն եւ միասնական բահել ժողովուրդներուն։ Ինչպես հայտնի է, սերենադը սիրո ամենամեղեթային եւ ռոմանտիկ ճիճն է։ Միայն ծեր սիրտը գիտե եւ գրնա ասել սիրահարված եք թե ոչ։ Հիշեցնենք, որ Ստեփան Եփրեմյանը հայերու թեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին նվիրված համերգով հանդես եկել էր նաեւ Երևանի մեջ 2019-ին, իսկ անցյալ տարի եւս Դիարբեկիրի մեջ ներկայացուցել էր արգելված սերենադ խորակրով համերգը։ 2025 թվականի ապրիլի 5-ին Բոլուի քաղաքապետ Տանջո Օզջանը կիսվեր էր իր քրարումով։ Երանի կու հայ հայրդ 2 վայրկյան շուտ գործեր, իսկ տուն Օջալան Երանի երբեք չձնեիր։ Հույսով եմ, որ անիկա կլա վերջին ծննդյանդ օրը։ Թավաջան։ Գնշվի, որ Օզջանը այս քրարման մեջ օգտագործել է հայկական ինքնությունը որպես վիրավորանք եւ խտրականություն դրսեւորելով, ելելով էթնիկական ծագումեն։ Թուրքիո մեջ առաջին անգամ հայը քրեական գործ հարուցել է քաղաքապետի թեմ։ Գասկածյալի քրարման նկատմամբ հանրային արձագանքը օրե-օր գավելնա եւ ոչ մեկ պետություն գրնա հանդիսադես մնալ, երբ իր քաղաքացիներու որոշակի հատկանիշներով հատվածը ուղղված է մյուս հատվածին ադելության, թշնամանքի եւ բռնի ադելության, որը կբահանջի վրեժխնդրություն։ Այս պատճառներով անհրաժեշտություն առաջացուցել է ներկայացնել այս քրեական փողոքը։
Ներկայիս իշխանությունները հիմնահատակ ավիրած են մեր ազգային արժեքները, Ալֆա Նյուզի հետ զրույցին ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Քայանե Ասլամազյանը։ Հայաստանի մեջ կշարունակվի կատարվել այն, ինչը սկսան դեռ 2018-ին հիմնահատակ վերացնելով մեր արժեքները, պատմական մշակութային կարևորագույն հիմքերը նշել է մեր զրուցակիցը։ Ասլամազյանը ավելցուցել է, որ մոտ ապագային շատ վատ բաներ կսպասվին Հայաստանին, օրինակ ադրբեջանցիներու վերադարձը երկիր։ Չեմ կարծեր, որ մարդիկ ստապելու ցանկություն ունին, բայց նաև կա զանգվածը, որը ունի հստակ մտածողություն, ազգայնական գաղափարախոսություն եւ դեստական, թե մեզ ինչ կսպասվի։ Մեզ կսպասվի 350,000 ադրբեջանցիներու վերադարձ Հայաստան, իսկ այդ թիվը անհրաժեշտ է, որ անոնք կարենան օրենքի ուժով գործել մեր երկրին մեջ։ Անոնք հայերու պես չեն, անոնք մեկ կանչով գերտան, ցայներ գուտան, որոնց որ պետք է։ Անոնք միասնական ուժերով իրենց ցանկությունները առաջ կդանին, ահազանգեր է Քայանե Ասլամազյանը։ Ապրիլ 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանի շրջանակներուն մեջ անդամ երկիրներու միացային որոշմամբ 13-րդ դարու հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, արագակիր եւ մանկավարժ Մխիթար Քոշի Քիրք Դադաստանի դադաստանակիր հայոց աշխատությունը գրանցվել է աշխարհի հիշողության միջազգային ցուցակին մեջ։ Memory of the World Register հայդը մշակվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ցերակրերու գիտահետազոտական ուսումնարանի կողմէ։ Աշխարհի հիշողության միջազգային ցուցակը փաստագրական ժառանգության ցանկ է, ուր ներառված են մարդկության համար բացառիկ կարևորություն եւ արժեք ներկայացնող փաստաթուղթեր, ցերակրեր, դեսահնչյունային նյութեր, գրադարանային հավաքածոներ եւ արխիվներ, ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հին ցերակրերու հավաքածոն, աստղագետ Բենյամին Մարգարյանի համաստեղությունները ուսումնասիրությունը, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ցերակիր նոտաները եւ ֆիլմի երաժշտության հավաքածոն եւ Գոմիդաս Վարդապետի ստեղծագործություններու հավաքածոն։ Սեբաստիայի խավարի մեջ գտնվող Մանջելը գյուղի եկեղեցին վերածվել է ավերագի, այդ մասին կհաղորդե թրքական Իհլաս լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ այս եկեղեցին, որուն կառուցման թվականը անհայտ է, վերականգնման կարոտ դարձել է։ Եկեղեցիի բادرուն զանազան կրոնական խորհրդանիշներ պահպանված են։ Թեև կառույցի որոշ հատվածներեն քարեր փոխված են, սակայն ան դեռ կմնա կանգուն։ Գյուղի բնակիչները կբնտեն, թե եկեղեցին ժամանակը որպես կենտրոնական դրամատուն ծառայեր է, իսկ այժմ անընդհատ կենտարգվի կանցակողերու ավերվածություններուն։ Մանջելկի գյուղապետ Օսկան Պալտաճան թրքական լրատվամիջոցի տխտակցի հետ զրույցին հայտներ է, որ իրենք պաշտոնյաներեն կգնգալեն, որ եկեղեցին վերանորոգվի եւ վերապացվելով կնպաստի այդ բնակավայրին զբոսաշրջության զարգացման։ Նաեւ նշել է, որ եկեղեցի 30 տարի առաջվան վիճակը շատ կդարբերի ներկայի վիճակեն եւ եթե այն ժամ առաջ վերականգնվի, մեծ օգուտներ կբերե գյուղին։ Մանջելը գյուղին մեջ ծնած մեծած Ելմաս Պալտան ասել է, որ եկեղեցին առաջ շատ գեղեցիկ էր եւ իրենք մանուկ ժամանակ խաղցեր են կառույցի ներսեն։ Կանցակողերը մեծ վնաս հասցուցել են շինության, շատերը կուքան եւ եկեղեցիի քարերը կբոգեն եւ կդանին։ Նաեւ ավելցուցել է, որ իշխանությունները պետք է շտաբեն եկեղեցին վերականգնելու գործը, քանի որ այդ բարակային այն մեծապես կնպաստի ոչ միայն գյուղի, այլ ամբողջ Սեբաստիայի մեջ զբոսաշրջության զարգացման գործին։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։